Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն այսօր ես ունեմ հյուր, շատ տաղանդավոր մի երիտասարդ, բազմակողմանի զարգացած, իմ հետևորդներից է նաև ինքը, ու իր ցանկությամբ այսօր որոշեցինք պատրաստենք սասունի ուտես։ Վահեն է, Վահե ջան, ուրեմն շատ ուրախ եմ, որ եկել ես, հյուրընկալել ես ինձ, ու քո բաղադրիչներով ներկայացել ես, ուզում ես պատրաստել ձեր ազգային սասունի ուտեստներից մի բան։ Կասես անունը։ Գրեք կամ կրեք անվանումը։ Նախ ուրախ եմ հյուրընկալվելու համար։ Հաճելի է, երբ որ ազգային խոհանոցի այսպես յուրահատուկ նրբաբույր բաղադրիչներով պետք է պատրաստենք կոնկրետ իմ ազգային կողմի, Սասունի խոհանոցի ճաշատեսակը եւ այսօր այսպես ասած համեմունքային շարք ավելի շատ եւ քանի որ մենք հիմա պահքի շրջանում ենք այդ իսկ պատճառով ընտրեցի ես հիմնականում պահքին հատուկ պասավոր շրջանի ու կերակրատեսակներ ու այսօր մենք կերակրատեսակներից պատրաստելու ենք այս գրեկ կոչված տեսակը եւ պատրաստելու ենք իհարկե վերջում հալվա Սասունի շրջանից էլի Շատ լավ է ես անցած կիրակի ուրեմն ներկայացրել եմ 5 խարբերդի ուտեստներից մի տեսակ սրմի կոչվում շատ համեղ, շատ հետաքրքիր ու որոշ չափով ես իմպրովիզացիա արեցի, որովհետև չէի պատկերացնում, նախ առաջ անգամներ, հետո չէի պատկերացնում, որ ինքը ասենք այդ գարնանային շունչը տալով իրան ավելի համեղություն կանի։ Նենց էլ լավ է կեղներ, բայց սենց ավելի հետաքրքիր ու ասենք շատ մարդիկ արձագանքեցին, շատ մարդիկ հետաքրքրվել են դրանով։ Չնայած ես գրել եմ բաղադրատոմսը, բաղադրիչները մանրակրկիտ, թող պատրաստեն, հիմա Վահե ջան, ներկայացրա ինչ ես անելու, ինչ համեմունքներ են, ես ինչ պետք է օգնեմ քեզ, եթե Ուրեմն իհարկե միասին ենք անելու նախ բաղադրիչների մասին խոսենք հիմնական բաղադրիչը դա աղացած մանր նու միջին մանրության բլղուրն է ալյուր ձու բայց օգտագործելու ենք իհարկե դեղնուցը սպիտակուց չէ ես ընթացքում կասեմ ինչի այստեղ ունենք սոխ կիտրոն տարբերակ հազրևարդ Ռեհան հայերեն անվանում է ասպրամ, որը շատ ավելի գեղեցիկ է, ուրց տարբերակ, այստեղ ունենք բարբարիս, դա թթվության ապահովման համար լինելու, կարմիր պղպեղ, քունջուտ, համեմի սերմ, չիայի սերմեր, աղ, սև պղպեղ, այստեղ ունենք հավանք, որով այդ ամեն ինչը միազուգակցելու ենք և ձիթայուղ։ Այս ամեն ինչը մենք ստանալու ենք ոնց որ համասեր զանգվածը պետք է գնդիկներ արված տարբերակով խաշել հենց աղաջրի մեջ, հետո վրան լցնել առանձին պատրաստված սոխորած։ Մենք հիմա կսկսենք արդեն իհարկե այս բաղադրամասերը իրար միախառնելուց։ Եկեք դուք սոխը կտրեք, սոխառածի ոնց որ ասած սենց բաները ստանանք, հա։ Ես էլ ընդեղ այդ բանը սարքեմ։ Միջուկը։ Ու այդ ընթացքում Վահե ջան, մի քիչ պատմի քո մասին, ինչ նախասիրություններ ունես, ինչով ես զբաղվում, թող իմ հետևորդներն իմանան, քանի որ ես քեզ գիտեմ, բայց դու պատմի թող իմանան ու շատ հաճելի է, որ իմ շրջապատում կան շատ տաղանդավոր եւ երիտասարդներ, եւ լավ մարդիկ, որ ասենք գալիս են ցանկություն ունեն, հետևում են այլ վրունքներին ու իրանց առաջարկությունն են անում, շատ ոգևորող է դա ինձ համար, շատ շնորհակալ եմ, որ եկել ես։ Նմանապես։ Ու սկսենք, ես սոխը կարտաշտեմ լացազով, մենք պատմի մասին։ Իրականում իմ կյանքը բան լացելու չի, բայց որ ժողովուրդ որ լացի հանգարց չհասկանաք իմ կյանքի տխրությունից է։ Կիսալուսնաձև ենք կտրելու, նախ ասեմ ինչի, որովհետև սոխառածի մեջ յուրահատուկ է հատկապես սոխի այսպես կտրման տեխնիկան, որովհետև կոպիտ ասած այդ իմ բացահայտումների շարքից է, երբ որ ես առաջին անգամ ուզեցա հասկանամ ինչի է սոխը կտրվում
կիսալուսնաձև, այլ ոչ թե օրինակ կուբիկներով սոխարած մեջ։ Հետո հասկացա, երբ որ ազգագրություն ուսումնասիրեցի, որ կինը առանձնակիորեն կապված է լուսնի հետ եւ լուսինը իր կերպարայնությունը առանձնացնող երկնային մարմինն է, հա, արևը տղամարդունն է, լուսինը կնոջ պարագան։ Եվ հետո ինքը լուսնային օրացույցով էր իր մնացած, այսպես ասած, հաշվարկներ իրականացնում ֆիզիոլոգիական, այսպես իհարկե հասկանալի է ինչի հետ եմ, դրանք իրականացնում էր լուսնային օրացույցի միջոցով։ Հետևաբար լուսինը որպես այդպեսի խորհրդանշական է կնոջ համար։ Այնպես որ կիսալուսնաձև ենք անում։ Դրա համար հա։ Ես անցա իմ աշխատանքի։ Դե Վալե ջան, ուրեմն սկսի եւ աշխատի։ Մենք այստեղ կլցնենք բլղուրը։ Իդեպ ասեմ, այս ճաշատեսակը գալիս է իմ տատիկից։ Ես արմատներով Սասունցի եմ եւ ոնց որ ասած մեծացել եմ Սասունի խոհանոցի այսպես համ ու բույրի մեջ։ Սա ամենատարածված տարբերակներից մեկն էր։ Եվ ինչու եմ սիրում ես, որովհետև երբ որ տատիկս պատրաստում էր թթու կաղամբով քրչիկ Սասունի յուրատուկ այսպես ճաշատեսակներից է, եւ ամեն անգամ ինքը այդպես գնդեր էր անում, գցում էր այդ գրեկ կոչվածը սարքում, լցնում էր քրչիկի մեջ ու հանում էր, որտեվ ես քրչիկ չէի ուտում, այդ գրեկը առանձին կարակով պատրաստված ես ու հայրս ուտում էինք, այդտեղից եկավ իմ սրա հանդեպ սերը։ Եվ որպես այդպեսին ինքը առանձին հնում նաև Սասունում օգտագործում են կարագի եւ բուսայուղի այսպես միախառնումով, ինքը բավականաչափ հարգի եւ կշտացնող այսպես ճաշատեսակ իրենից ներկայացնում։ Մենք ուրեմն բաղադրիչներից լցրել ենք այստեղ բլղուրը, որի վրա ավելացնելու ենք ալյուր, որպեսզի եփելու ընթացքում ինքը այսպես կպնի իրար եւ չփլվի։ Ճիշտ է նախ ալյուրը ավելացնել, խառնել, որովհետեւ ընթացքում ինքը չի դառնա, ոնց որ ասած, առանձին խմորային զանգված, այլ միազուգակցված կլինի։ Այդ իսկ պատճառով մենք բլղուրի հետ խառնում ենք հենց ալյուրը միասին։ Ջուր ընթացքում վերջում ենք լցնելու, իհարկե ձվի դեղնուցից ելնելով թե ինչքան։ Իհարկե մեզ պետքա գալիս ընթացքում, որովհետև ձվի դեղնուցը չի կարողանում այդքան թրջի, ոնց որ մեզ անհրաժեշտ է։ Ահա, կսկսենք մենք համունքներից, այստեղ ունենք հազրևարդ, այսինքն ռոզմարին, հա, տարբերակն է։ Հիմա կլցնենք ռեհանը, 3 անվանումներ կասեմ, ռեհան, սրբազան բազիլիկ տարբերակը, որը որ հիմնականում ռեհանի կանաչ տարբերակն է, մենք այստեղ նաև ունենք կանաչ տարբերակ, եւ երրորդ անունը, որը հայկական այսպես տիպիկ անվանումն է, ասպրամ։ Իհարկե, ինչու սրբազան բազիլիկ, վերջերս ես հրապարակում եմ արել իմ Facebook-յան էջում, թե ինչու է կոչվում սրբազան բազիլիկ, որովհետև կապը մանուշակագույնի հետ էր եւ մանուշակագույնը համարվում է հայ առաքելական եկեղեցում որպես երկնային արքայության գույն, այսինքն ինքը այդպես ընդունված է եւ դրա համար հոգեվորականների սև սքեմի այդպես տակ երկրորդ շերտը աստար կոչվածը լինում է մանուշակագույն։ Մանուշակագույնն էլ որպես նկարչական այսպես վերլուծություն ասեմ, թե ինչու է ընդունվել որպես երկնային արքայության գույն։ Կարմիրը դա արյան գույնն է, կապույտը երկնքի գույնը։ Երբ որ մենք սովորական պայմաններում կարմիր եւ կապույտ ներկեր իրար ենք խառնում, ստացվում է մանուշակագույն։ Այդ իսկ պատճառով երկնքի կապույտը եւ այս կրակի նաեւ միազուգակցումը տալիս է մեզ մոտ մանուշակագույն, այդ նույն երկնային արքայության գույնը։ Հետո օգտագործելու ենք ուրց, որը որ տարածված է հատկապես Սասունի խոհանոցում եւ մնացած խոհանոցներում իհարկե։ Այս ուրց տարբերակը դաշտային այսպես տարբերակով են հավաքում բավականաչափ նրբահամ է եւ նրբաբույր է։ Չայլած լորին մարզվել են շատ գործածը ուրցը։ Թե դուք պատրաստում եք սրանով, կարծեմ ճնշումը իջեցնում է լավ, չէ՞։ Ասած ես չեմ օգտագործում։ Հա։ Սուր հոտերից հուսակում են, ալերգիկ ֆունկամոտը։ Ահա։ Բայց ինքը որպես լավ համեմունք օգտագործում են մսեղենի մեջ, ձկնեղենի շատ։ Ու ասենք կան նաև ճաշատեսակ ուրցն է, ապահովում այդ համոհոտը։ Այստեղ ես ավելացրեցի կարմիր պղպեղ, կավելացնենք մի փոքր քունջուտ, իհարկե
մի փոքր մաս էլ կթողնենք մենք ընթացքում կլցնենք վերջում մատուցելուց եւ իհարկե այստեղ մենք հավանգի օգնությամբ իրար հետ կծեծենք չիայի սերմերը, մենք չիայի սերմերը այսպես ոնց որ ասած իմպրովիզացիա ենք որոշել անել Տիկին Հասմիկի հետ, դրա հետ կավելացնենք համեմի սերմ, մենք սև պղպեղ այստեղ չենք լցրել, կլցնենք սև պղպեղ նաև, դե ընթացքում է պատմինքը մասին, հա, իմ մասին պատմեմ, Ես մասնագիտությամբ ինտերիեր էքստերիերի դիզայներ եմ, երկրորդ մասնագիտություն որպես այդպիսին արտ-թերապևտ եմ, խնդիր ունեցող երեխաների հետ եմ աշխատում եւ ոչ միայն խնդիր ունեցող, նաեւ հագուստի մոդելավորում եմ անում, դա իհարկե արդեն իմ մասնագիտական ուղղվածությունն է։ Ամեն ինչի մեջ կամ ոնց որ ասած, սիրում եմ ամեն տեղ լինել եւ ազգագրության մեջ եմ խորացել, արդեն 6 տարի շարունակ խորացված ազգագրություն եմ ուսումնասիրում, ունեցել եմ թվով 10 բանախոսություններ, որոնց մեջ նաեւ եղել է խոհանոց, վերջիններից մեկն էր կոչվում էր հայ կնոջ բնական շպարի գաղտնիքը, որը իդեպ հիմնված էր հենց բնական համեմունքներից եւ բնական այսպես օրգանական նյութերից, թե ինչպես են հայ կանայք դրանք օգտագործել շպարման համար։ Այսպես մենք հավանգով հիմա նենց լավն էր հոտը։ Այս համեմի սերմը ու չիան sense ամբողջնել կարելի է։ Հա, չէ։ Ահա, վայ ջան, լացացի շնորհակալություն։ Ես սոխից Սոդազան էր իմ կյանքը, լացացրեց։ Այստեղ մենք ստացանք արդեն մեր համեմունքներով եւ բլղուրով ալյուրով զանգվածը։ Իդեպ ասեմ, ալյուրը բավականաչափ դժվար է մեզ հասել։ Հաշվի առնելով ներքաղաքական սանկցիաներով ճանապարհները, բայց ի վերջո ես պայքարեցի եւ գտա ալյուր։ շնորհակալ եմ։ Դե իրականում խնդիր է հիմա ալյուրը, բայց ժողովուրդ լավ ալնելու մի մտածեք։ Այստեղ մենք առանձնացնելու ենք ուրեմն ձվի սպիտակուցը դեղնուցից։ Հիմա հայտնի մեթոդը կփորձեմ։ Եթե չստացավ, լավ չի։ Ես ծվի հատուկ ունեմ սարք, որ կարող ենք դեղնության։ Մենք չենք կասկածում, տեսար որ չհարցրեց, այդ լավ չէր։ Այն նոր, ես էի նոր։ Ես փորձեցի մամայիս մեթոդը, մաման փախլավա սարքելուց միշտ սենց առանձնացնում, տենց դեղնուցը սպիտակուցից։ Ունեմ այդ սարքը, բայց էլի նորից սենց հիմ է։ Հա, չէ։ Հա, դե Չգնաս դեղնուց ջան, դու մեզ պետք ես։ տեսար որ գնաց չլսել։ Լավ, ոչինչ, կառանձնացնենք հեսա։ Ինչի չենք լցնում սպիտակուցը, այլ լցնում ենք դեղնուցը։ Նախ ձուն նախատեսվածը, որպեսզի իր ամրությունը ոնց որ ասած պահի, հա, եւ ֆելուց չփլվի։ Եվ երկրորդը սպիտակուցը, երբ որ եփվում է, այդ գրեք ասվածից, հա, գնդերից դուրս sense սպիտակ եզրեր է դուրս տալիս։ Այսինքն քեզ թվում է թե ինքը բան է, sense կողերից sense փրփրիկներ է դուրս տված, դրա համար մենք չենք օգտագործում այդ տարբերակը։ Մենք առանձնացրեցինք ձվի դեղնուցը հաջողությամբ։ Հիմա խառնելու ենք այս զանգվածին։ Չէ։ Մեկ էլ մեզ գոլ ջուր է պետք, Տիկին Հասմիկ, կխնդրեմ գոլ ջուր տակ, որովհետև ինքը ինչպես տեսանք, այտենց չի հասցնում, ոնց որ ասած, ստանա այն թանձրությունը։ Մենք այստեղ կլցնենք արդեն գոլ ջուրը, ըստ անհրաժեշտության իհարկե։ Ես ձեռքերս լվացրած է, նենց որ կարամ մտնեմ մեջը։ Մենք իհարկե ձեռնոց ունենք, բայց որոշեցինք, որ ձեռքի փոխանցած համը ուրիշ է։ Ես էլ Տիկին Հասմիկն եմ, այն որ ասում է բանը, տենց միջավայրում ենք մեծացել, որ մեր մոտ տենց սովորական է, որ տան համար պատրաստում ես, ձեռքիդ էներգիայի ուժը տենց տեղափոխում ես սնունդի մեջ, եւ
մենք որոշեցինք, որ ես պետք է առանց ձեռնոց անեմ։ Իրան լավ այսպես հարելու ենք, որ ոնց որ ասած խմորային զանգված ստացվի եւ բոլոր համեմունքները իրար առնեն։ Տենց են ասած, չէ՞։ Մի քիչ ալյուր կավելացնենք, որ գնդերը ավելի կայուն ոնց որ լինի։ Անենց բույրա գալի ժողովուրդ, մենակ պետքա զգաք ես։ Ափսոս չեն կարող, չէ՞, տեղափոխենք այս բույրը։ Պետք է ինչ-որ մի բան անենք, որ համնեկարանանք, փոխանցենք։ Ես արդեն ջուրը դնեմ, վայ ջան։ Հա, աղաջուր ենք դնում միջին աղիության, որպեսզի կարողանանք իրեն գնդերը ոնց որ աղը հիմնականում ոչ թե իր համի համար, այլ ավելի կայուն պահելու համար, հա, աղաջուրը, որ չփլվի։ Զուտ այդ process-ն է ապահովելու։ Սասունում հիմնականում օգտագործվող ճաշատեսակները բուսական եւ մսական տեսականին է, բացառությամբ ձկնատեսակի, որովհետեւ դե այդ լեր ձոր քարերի մեջ ձուկ դժվար էր գտնել, շատ կարողանային ինչ որ շատ քիչ տեսակներ, ասենք, գտնել, բայց չէր հանդիպում հիմնականում, եւ մսային հիմնական ուտեստներ էր եւ ճաշատեսակներ երկու դասի էին իրենք բաժանվում՝ ուտիսավոր օրերի եւ պասավոր օրերի, որտեղ այն ժամանակ ավելի այսպես ասած խիստ էր մարդկանց մոտ պահք պահելու գաղափարը, ինչպես մենք այսօր պահքային ուտեստ ենք պատրաստելու, եւ իրենք բաժանում են այդ զուտ իրենց բաղադրամասերի դառնում էր ուտիսավոր եւ պասավոր։ Հա, օրինակ ունեին սուդմա տոլմա էր կոչվում կամ սուդ տոլմա, շատերի հայտնի այդպես ձավարային տարբերակով, հա, դա պասկի շրջանում է։ Հա, շատ շրջաններում նաեւ բրինձ են օգտագործում իր մեջ։ Եվ կար սովորական տոլմա, որը մսով տարբերակն էր, պատրաստում են իրենք այդպես ուտիսավոր օրերին։ Կար օրինակ վռիկ էր կոչվում, ճաշատեսակ, հա, էլի տարածված է շատ ինքը, վռիկ ինչի, որտեղ այտենց ջուր էր, բանջարեղեններից որևիցե մի բաղադրիչ կամ ընդեղեն, մեջը միշտ չկար, բայց կար նաև մսով տարբերակ, որը Սասունում անվանում էին շուրբա կամ շորվա էին անվանում, երբ որ ընդեղենը միազուգակցում էին այդպես մսի հետ, այլ տարբերակով նաև էխնիկ էին ասում դրան։ Իմ տատը շատ էր օգտագործում այդ բառը, ասում էր էխնիկ եմ էփել, էխնիկը այդ նույն ընդեղենով եւ մսապուրով, արգանակով ճաշն է հենց։ Իմ ամենասիրած ճաշերից, որ մենք պատրաստում ենք, այդ լոբով շուրբան է, ձավար լոբի այսպես խաշում են միասին, վերջում ավելացնում են խավից սարքած թույլ, ջրով ալյուրա այդպես զանգված, որը տալիս է բավականաչափ խտություն եւ այսպես պինդ ճաշ է ստացվում, վերջում չորացած ռեհան, որտեվ ռեհանն է ոնց որ ասած որոշում այդ ճաշատեսակի այդ նրբահամությունը եւ վերջնական տեսքը։ Որպեսզի հեշտ ստացվի մեզ կոլոլակ անելը, պետքա թրջենք, որտեվ ինքը կպնող զանգված է ստացվում։ Կոլոլակները պատրաստելու ենք, մեր ասած գրեքները պատրաստելու ենք այսպես գնդիկների նախ ձևով, բայց վերջում տափակացնելու ենք իրեն ու ստանալու ենք տափակ, այսպես հա կոտլետի տարբերակով ենք ստանալու, այսպես ստանալու ենք։ Իդեպ մեր մոտ սրա մսային տարբերակ, այսինքն միևնույն բաղադրամասերը լցված եւ ավելացվում էր գառան կամ տավարի աղացած շատ մանր միս, դա կոչվում էր մշո քյուֆտա, հենց այդպես էին անվանում, հա, կա էջմիածնի քյուֆտա եւ այլն, այդ բոլորին հայտնի է քյավառի քյուֆտա եւ կա մշո քյուֆտան, որի ավելացումը հենց տավարի եւ գառան մսով էր իր մեջ լինում։ Եվ պատրաստման ընթացքում ինքը բավականաչափ այսպես համեղ եւ կշտացնող ուտելիք էր իրենից ներկայացնում։ Ամեն տարի մեր նոր տարվան պատրաստում էր տատս, երբ որ դեռ կար եւ չէր մահացել, ու այդ ժամանակ պատրաստում էր նույն ձևով, խաշվելուց հետո իր վրա լցնում էին սոխառած եւ պատկերացրեք գիշերը մենք 12-ը երբ որ այդպես խփում են ու պետք է նոր տարին գար, մենք ուտում էինք այդ խորովածի եւ այլնի փոխարեն, որտեվ դե ասացի, որ մենք սասունցի ենք, տատս մշեցի էր ու այդպես իրենց ազգային խոհանոցը պահպանվել էր ու մենք շատ էինք օգտագործում նմանատիպ կերակուրներ։ Ու այդ Սասունի խոհանոցը այսպես անգիր գիտեմ, հաճախ եմ օգտագործում, օրինակ այսօր առավոտյան ես կերել եմ պսկաթան են ասում շատ վայրերում, աղիթանը կամ չորաթան։
3 անուն ասացի, որ տարբեր տարածաշրջաններում այդ 3 անունով հայտնի է ինքը։ Ես աղիթան եմ կերել, մեր մոտ պատրաստում են աղիթանը ջրով բացում, եռացնում են, հետո մեջը ավելացնում են կիսալուսնաձև կտրված սոխ, վերջում ավելացնում են կարակ, իհարկե լավաշով բրդում են, ըստ ցանկության նաև սխտորեն ավելացնում։ Կա դրա նաև ավելի հետաքրքիր տարբերակը, քալանգյոշ տարբերակն է, ոսպով տարբերակը, միևնույն թանը նորից լցվում է ուրեմն այդ զանգվածի վրա, եւ ինքը դառնում է քալանգյոշ, վերջում սոխարած է լցվում։ Դա տարածված է նաև, Նախիջևանի շրջանում, Արցախի շրջանում, այնտեղ ավելացնում են իհարկե մարալոթի կանաչի կա, պես տեսակ է յուրահատուկ, մենք իհարկե չենք օգտագործում, սասունցիների այդ տարբերակը չունեն։ Եվ, չգիտեմ, պաներ խաշ երևի լսած կլինեք, հորած պաներով, չեչիլով կամ թել պանիրն է, պատրաստում են իրենք, սենց շերտ լավաշն են լցնում, թել պանիրը, հետո հորած պանիրը, վրան լցնում են տաք ջուր ու վերջում սոխարած։ Ինքը ստացվում է հետաքրքիր, այսպես ճևացող զանգված, որը շատ համեղ է ու շատ նրբաբույր, այսպես ուտելիք է ստացվում։ Իսկ ասենք Սասունի ազգային։ Ինչ թխվածքներ են, ասենք, թխել։ Ուրեմն թխվածքներից հիմնականում գաթայի մոտ տեսակներ են, որոնք որ գաթայի բազմաթիվ տեսակներ կան, դրանցից ամենահայտնին այդ տարու դրմուզն է կամ տարեհացը, որը բոլորս թխում ենք, հին նոր տարվան, իրենք թխում են տարու դրմուզ այն մարդկանց էին ասում, ովքեր որ այդպես մի քիչ լիք կլոր էին, եւ դրմուզ ինչու որտեվ ճաշի այդ գաթայի եփելու ժամանակ ինքը լավ ուռչում էր։ Եվ այդ իսկ պատճառով այդպես էին անվանում տարվա կլոր, այսպես ասած, լավ հասունացած խմոր, ոնց որ կարելի ասել։ Եվ դրա տեսակներից էր օրինակ հավթուսին կոչվող գաթան, հավթուսին դա շերտավոր գաթա էր իրենից ներկայացնում, որը որ յուրահատուկ է նրանով, որ պատրաստվում էր ոչխարի դմակի յուղից, ճարպը նախ դրվում շոքե խաշվում էր, իրենից դուրս էր տալիս այդ յուղը, եւ այդ յուղը լցնում էին նոր խորիսը եւ հենց խմորի յուղը պատրաստում էր դրանից, այսինքն կենթանական ճարպ էին անմիջապես օգտագործում։ Եվ ինքը հենց համապատասխանում էր հավթուսի հենց թերթավոր խմոր էր ստացվում, համապատասխանում է այժմյան Տավուշյան եւ Արցախյան խոհանոցի վրսալի կամ թերթերուկ շատերին հայտնի կլինի, նաեւ նազուկ են ասում, փսալի տարբերակ կա, այս շատ անուններ կա, որոնք որ նույն անվանումներն են։ Նույն այդպես թերթերը առաջանում, այդպես էլ հավթուսին հենց Սասունի շրջանի այդպես գաթաներից է։ Նաև այդ շրջանի գաթաներից մենք ունենք ուրեմն չամիչ չրեղենով գաթա, որը որ հայտնի էր եւ կար մի հատ ամենահայտնին ու յուրահատուկը փոշե գաթա էր անվանում։ Այդ քեզ հետաքրքրի, ոնց էին պատրաստում, ուրեմն սովորական ուրեմն հացի խմորը լցնում էին խորիսով կամ պաներով, նայած ոնց էր, իդեպ աղի էին անում խորիսը, շատ քիչ տեղերում որ աղի խորիս են պատրաստում եւ շատերը զարմանում են որ կարա խորիսը աղի լինի, մեր մոտ տենց են անում, մաման էլ որ գաթա թխում, օգտագործում է միշտ ոնց որ ասած աղով աղի տարբերակ, շատ համեղ տարբերակ է, եւ այդ փոշե գաթան իրենք պատրաստում են հետեւյալ կերպ, երբ որ կրակը վառում վերջացնում էին ու արդեն պետք է հանգելու վրա լիներ, մոխրային զանգված էր լինում, այդպես խմորը բացված գցում էին կրակի մեջ, կրակով ծածկում էին։ Երբ որ էփում վերջանում էր, հանում էին վրայի փոշին թափ էին տալիս ու այդպես կտրում ուտում էին, այսինքն ինքը էփում էր հենց բուն կրակի մեջ։ Դրա համար ինքը կոչվում էր փոշի գաթա, այսինքն վրան փոշի է նստում։ Այդ իմաստով էր էլի անվանումը։ Եվ որպես այդպիսին խորհրդանշական Սասունի խոհանոցում կար օրինակ օշարակներից ամենահայտնին մանանան, որը ստացվում էր, ասում են ինչ մանանա, լավ մահանա, Պաուլ Սևակյան լրելի զանգակատան մեջ կա այդ հիշատակումը, եւ ամեն տեղ հիշատակվում է Սասունցիների հետ կապված, որովհետեւ ինքը յուրահատուկ է, 4 տարին մեկ էր նստում, ինքը եղյամ էր, եւ նստում էր հիմնականում ընկուզի ծառերի վրա եւ գասպեն անունով մի հատ այդպես բուսատեսակ կա Սասունի շրջանում եւ խավրծիլ երկերի մեջ է լսած կլինեք այդ բանջարատապակովի դրա թերթերի վրա էր նստում Սասունցիները գնում էին յուրահատուկ կերպով հավաքում էին այդ օշարակը տերևների վրայից
ու օշարակի զանգվածը իրենք ամբողջ տարին պահպանում էին, շատ խիտ քաղցր զանգված էր ինքը։ Այդպես հյութեր էին պատրաստում, լցնում էին տարբեր գաթաների մեջ, որոնք որ քաղցրության բնական այսպես ոնց որ համալրում էր, հա, ստացվում։ Այդ օշարակի մասին ամենահայտնի Սասունի տեսնենք ինչ կար այնտեղ։ Այնքան հարուստ է Սասունի խոհանոցը, որ այդպես ես փորձում եմ վերհիշել ինչեր կար, որոնց մասին ես չեմ խոսել։ Հարիսանդ է Սասունցիները շատ են պատրաստում, իրենց ազգային խոհանոցի մեջ կա։ Խաշը էլ չասեմ արողակարգ է, մի հատ մեծ սիմվոլիկ այդպես։ Եվ հացի թխման ծեսը, որը որ Սասունցիների մոտ բավականաչափ այսպես ակտիվ եւ յուրատուկ ծիսակարգ է եղել, անգամ այսպես բանաստեղծական հատվածներ կա, երբ որ առաջին թոնրի պատին պետք է խփեին հացը, իրենք չէին ասում թխել, այլ ասում են կողել հացը, հա։ Եվ իրենք հատուկ բանաձև էին ասում, որպեսզի հացը չարից վանվեր եւ բարեբերություն բերեր իր հետ։ Մեկ էլ հիշում եմ, որ տատս միշտ խաչ էր հանում առաջին հացի վրա ու նոր խփում էր, ասում էր «Յա Քրիստոս Աստված» կամ «Իսոս Քրիստոս» էր ասում։ Սա իհարկե հավատալիքային խորհուրդ ունի իր մեջ եւ թոների կարեւորագույն որպես օջախի ջերմացման խորհուրդ այդ իմաստով էր օգտագործվում։ Ոնց որ արդեն մենք պատրաստեցինք, հա, մեր գրեկը եւ հիմա տեղափոխելու ենք արդեն աղաջրում, եռացող աղաջրի մեջ։ Այստեղ արդեն մենք ունենք պատրաստի աղաջուր, որը եռում է։ Տադսկասերի Իսոսու Քրիստոս առաջինի համար։ Լավ է։ Խեյմը մեր Սասունի բարբառով տենց են ասում, երբ որ ամուր է լինում, ինչ որ մի բան ու չի փլվում։ Տենց միանգամից բարբառային էլ է, հա, ոնց որ։ Հա, դե պետք է։ Հասկում կարաս օգտագործես Սասունի բարբառ։ Այսպես իջեցնում ենք ջրի մեջ ու սպասում ենք մեր նշխարների պատրաստմանը։ Երևի այդ նույնը Սասունի բարբառով ասա։ Գիճեցունք ջրի մեջ ու գսպասինք հրի եղնի մեր նշխարնիր։ Այս էլ Սասունի բարբառով։ Դարի էդ էլ Վանաձորի բարբառով ասա դու էլ, լորվա։ Մտնում ենք ջրի մեջ։ Ահա։ Եվ հանում ենք։ Լավ ստացվեց։ Ուրեմն սիրելի հետևորդներ եւ Տիկին Հասմիկի հետևորդներ, պատրաստ լինելը մենք որոշելու ենք կտրելով զուտ իրեն փորձարկելով, որովհետեւ նայած բլղուր ինչքան ժամանակում է եփվում, ես չգիտեմ սա ում բլղուրն է եւ ինչքան ժամանակում կեփվի, բայց ամեն դեպքում պետք է փորձարկման այսպես տարբերակով հասկանանք արդյոք ինքը եփվել է թե չէ։ Սա մինչեւ կեփվի, ասում եմ թագուհին մի չխառնում էր, ասում եմ այնտեղ այդ վիճակն է լրիվ։ Մենք սոխառացը կպատրաստենք։ Ձեթը մեր ստեղ էր։ Իդեպ Տիկին Հասմիկից բրենդային շիշա մեջը սենց յուրատուկ դիզայնով։ Միջայլոց համ չի տալիս, ուղղակի տենց ձեր։ Ձեթը իդեպ պետք է առատ դինի, որովհետև սրա ոնց որ ասած ֆիշկեն, հա, տարբերակը համեղության այդ յուղնա կամ հենց ձեթը, որը մենք օգտագործելու ենք, քանի որ պահքի շրջանա մենք բուսայուղ ենք օգտագործելու։ Հա, մի քիչ էս բանանի, ոնց որ տաքանա, հետո լցնենք իրա մեջ։ Կարմիր պղպեղ ենք լցնելու եւ լցնելու ենք վերջում նաեւ այսպես ասած գեղեցիկ զարդարման համար քունջութի սերմեր եւ որոշակի թթվայնություն տալու համար կօգտագործենք ոնց որ բարբարիսը եւ այնտեղ կիտրոն ունենք, ովքեր որ շատ թթու են սիրում, այդ են օգտագործում։ Քանի որ այսպես բլղուրը մի քիչ քաղցրություն է իրենից որպես ընդեղ են տալիս, մենք դրա համար ավելացնում ենք թթվային որոշակի մաս։ Իհարկե սոխառածի սոխն էլ է այդպես քաղցրություն տալու։ Մեր ձեթը ոնց որ ուզում է ասի, որ ինքը կենթանության նշաններ ունի, տենց սկսեց ոնց որ, սենց սոխը կլցնենք։ Կարմիր բիբարը մենք կավելացնենք վրան։ Այսի թող սենց
իր համար տապակվի, մի հատ տեսնենք սա ինչ վիճակում է։ Դες ինչ պինդ ա եղել։ Մենք քանի որ հիմա հասել ենք արդեն գինեկոլոգիա եւ խոսում ենք երեխեքի թեթվա ջրիկ անելուց, հիմա տիկին Հասմիկը մեզ ոնց որ պատմություն է պատմում։ Կներեք տիկին Հասմիկ, ասեմ ինչ ենք անում ու դուք շարունակեք։ Ուրեմն երկրորդը պատրաստելու ենք աղանդեր, որը պահքի ուտեստան նորից լինելու է սասունի հալվա, որը յուրահատուկ է իր նրբությամբ ու փափկությամբ։ Ես շատ ժամանակ հալվա կերել եմ, որը որ ուտելուց սենց խրխրթոց է գալիս շաքարավազի։ Այսօր ես կբացատրեմ ու կասեմ ոնց անեք, որ այդ կարամելացված շաքարի համը ու այդ հաճությունը չզգաք։ Այդ սովորել եմ իմ տատիկից ու հալվան իմ ընկերների շրջապատում բոլորը գիտեն իմ եփած հալվայի համը։ Ես ինչ չեմ գովում, ասում Աստված կա վերև թող իրանք ասեն։ Հիմա այդ տարբերակն է ստացվում։ Ուրեմն ցած նկարներով եմ։ Ահա, այսօր կուտենք։ Ձեթը ու ձեթի մեջ իհարկե ալյուրը այսպես տապակելու ենք, միջին վարդագույն տարբերակի ենք հասցնելու, նախապես իհարկե օշարակ պետք է պինդ պատրաստենք, որը գոր ջրի մեջ պետք է հալեցվի, երբ որ պատրաստ կլինի ալյուրը արդեն կարմրացված վարդագույնած տարբերակով, մենք կավելացնենք շաքարաջուրը։ Այդ ժամանակ այդ նրբությունը կբացատրեմ, ինչքան կարելի է թողնել, որպեսզի չստանան կարամելիզացված այդ հալվա տարբերակը։ Տիկին Հասմիկ, հիմա շարունակեք, ես այդ ձեռի հետ տենց ոնց որ Ուրեմն քո ասած այդ թթվա ջրի կոտրացում ես լողացրել են երեխեքին, վզից բարձրացել իջացել են ջուրը։ Մեր մեծ քամուրկինը կնքամայրը, ուրեմն փոքր եղբոր որ մայրս լողացնում էր, հա ինքը պարտադիր պետք է գար այդ բարին, ասում է նվարդ ջան, կամ տենամ Հայկին ոնց ես լողացնում ու գալիս էր։ Մինչայլոց աղպես էլ 9 տարով փոքր այդ տարբերությունով ինձանից մամաս որ լողացնում էր, այս մեր մեծ քարորկինը բռնում էր, գլխի վրա շրջում էր, ոտերից սենց երկու մատով բռնում էր ու թափ էր տալի ու ես գոռոցով լացում էր, որ իմ ապերին ինչ ես անում եմ։ Հա իրականում տեսարանը շատ վախենալու է, բայց ասենք շենքը ինչքան տենց նորացին երեխան, ես մեր մեծ քավորկինը պարտադիր ինքը ոնց որ ծեսը մեր ինքը գնար էր տանը ու ասենք զարմանում էր էլի մի նոր արդեն որ ինչի էլի ինչի են անում դա ու մեկ է շատ ամուր բարուրում էին որ այդ խեղճ երեխեքը չգիտեմ տանում էին մատին Իրականում դրա հիմքում բավականաչափ բուժիչ նպատակներ կա, հա, որովհետև կինեզիաթերապիայի մեջ ընդունված է նման ձգումները ոտքի, գլխի հատվածում եւ այլն, հիմա կոնկրետ բժշկության մեջ օգտագործվում է այդ թեթվա ջրիկի ավելի բժշկական տարբերակը։ Միևնույն վարժանքները արվում է, միևնույն ձևերը արվում է երեխայի այդ փոքրիկ հասակում մինչեւ 1 տարեկան հասակը, պարտադիր պետքա կատարվի այդ ոնց որ ասած մեջքի ողնաշարի մկանների եւ այլնի շտկումները ձեռքի միջոցով, ոնց որ ամեն լողացնելուց դու քո ձեռքերով օգնում ես, որ ուղիղ լինի։ Հետաքրքիր մի հատ բան եմ հիշում, երբ որ իմ բանը պապիկիս եղբոր կինը ինքը տարիքով իհարկե մեծ էր, իր թոռանը որ լողացնում էր, քիթը ուղում էր ձեռքի միջոցով, կարակ էին քսում տնական, հա, տնական կարակ էին քսում դեմքին ու գլուխը տենց սկսում էին ոնց որ ֆորմա տալ, էլի, քանի որ ինքը տենց կոպիտ ասած խմոր է դեռ երեխեն ու տենց իրենք դրա միջոցով ուղում էին, մեր, հա, ասում են փուշը հանում են։ Այն փուջուր բան մազիկներ ա որ լինում վրեն, հա, տենց պոկում էին։ Լորիում ասում են փուշ կամ կոլինջ։ Մեր մոտ փուշ են ասում։ Հա, ու կոլինջ։ Ու մեկ էլ բանը ասում են երեխու դիրքը քնած ժամանակ շուշը փոխեք։ Հա։ Որ գլուխը սիրուն եղնի, կլորիկ եղնի։ Շատ հետաքրքիր բան էր եղել, բայց հետո աչքերն էին կապում, ասում են թող աչքերին դուրս չենք։ Մի 40 օր աչք, հա, 40 օր աչքերը կապում էին, այդ քարսնքակող ասվածը կար, անգամ եթե բան է լինում,
չէին թողում երեխուն տենային։ Եթե անգամ լինում էր տարբերակ, որ երեխային պետքա դուրս հանեին տնից, հետեւյալ ծես էր իրականացվում, խաչեր, հա, դնում էին բաուրի վրա հաց, կամ էլ տան մուտքը, որ պետքա հարսը շեմքեր, դրվում էր խաչ երկաթ, այն թոնրի վրայի երկաթը որ կա, որտեվ երկաթը չարխափան հատկանիշ ուներ, իսկ տնից դուրս գալուց ոնց որ չարի մուտքն էին անում, որ երեխուն չհարված էր, հա։ Տենց հետաքրքիր ծիսակարգով են իրան տնից դուրս հանում այդ ժամանակ։ Մենք հիմա ալյուրը արդեն ձեթի հետ շաղախել ենք, հիմա կդնենք գազօջախին, կսկսենք իրեն տապակել, որ ստացվի վարդագույն տարբերակ։ Միջև այդ տիկին Հասմիկին պետքա խնդրեմ շաքարային այդ մեր օշարակը ստանանք։ Այս բաժակի չափ տիկին Հասմիկ, այն ձեթի բաժակի կեսի չափով ջուրը տաք լցնենք ու ահագին խիտ օշարակ սարքենք։ Հես այս մեր ժողովուրդ կնայի կասի, այս հալվան, այս սանկցիա օրերով մարդիկ իրար են սպանում խանութներում, ձեթ ալյուր շաքարավազ ոնց որ ասած բանը տուն տանելու ու պահեստավորելու համար, ես էլ անխիղճ որպես տղա ընտրել եմ այսօր հալվա, որի մեջ այդ նույն 3 բաղադրամասերն է, ժողովուրդ լավ ալնելու, նենց որ կարակ հալվա սարքեք ուտեք։ Այստեղ մենք կթողենք, որպեսզի ալյուրը լավ վարդագույն տարբերակ ստանա։ Բավականաչափ խիտ ենք սարքում։ Ստեղ լցնել վահե։ Ստեղ, հա, ոչինչ։ Որ ազատերներ են։ Ուրեմն սասունում պատրաստում էին ոչ թե շաքարի ջրով, այլ պատրաստում էին սպիտակ շաղգամի օշարակով, եփում էին, այդ ջուրը օգտագործում էին որպես օշարակ, պնդացված վիճակով։ Սասունում օգտագործում էին կորեկի ալյուր, սովորական ցորենի ալյուր չէին օգտագործում, եւ իր նրբահամությունն ու յուրահատկությունը տալիս էր նաեւ այդ կորեկի ալյուրը այս պարագայում։ Այսքան շաքարավազը կարծեմ բավական է, հիմա պետք է իրան լուծենք ջրով։ Ես այստեղ ալյուրին հետևեմ, որպեսզի շատ չկարմրի։ Ոնց որ խավիծի նման ալյուրը մենք բան ենք անում, հա, սենց կարմրացնում ենք։ Իդեպ, քանի հիշեցի խավիծը, մենք խոսում ենք այսպես բանի մասին, հա, ծննդաբերության, երեխաների եւ այլնի մասին։ Նախկինում մի հատ հետաքրքիր բան էին անում, Սասունի հատկապես Մուշի Բուլանուխի շրջանում կա այդպիսի մի գրառում, երբ որ ասում է բավական երկար ժամանակ երեխա չէին ունենում կանայք, հատուկ գառ էին պահում, որոնք որ մատաղի, այսպես մատաղացու էին լինում, երբ որ գառը մատաղ էին անում այդ ցանկության համար, որ երեխա ունենան, իրենք մատաղի միսը բաժանելուց եւ այլնից հետո այս փեջի միսը որ կա, փեջ են մենք ասում, թիկունքի այդ թիակոսկորը որ կա, դա հանում էին, դնում էին հողի մեջ, դե այնտեղ ոսկորի մաս կա, չէ՞, այս ուսագլուխի միացման հատվածում, այդ անցքից ցանում էին ցորեն, երբ որ ցորենը աճում ծլում էր իր միջից, ոնց որ ծես էր իրականացում ու երեխան ծնվում էր, առաջին հենց հավաքած այդ ցորենի ալյուրը, որը աճել էր այդ թիակի միջից, իրենք մաղում էին, այդպես աղում էին ու դրանից ստանում էին ալյուր։ Այդ ալյուրով պատրաստում էին առաջին խավիծը, տալիս էին ծննդկան կնոջը եւ հենց այդ երեխային որպես իրենց մատաղի ճաշակելիք, հա, այդպիսի ծես էր, որի միջոցով իրանք ցույց էին տալիս, որ այդ մատաղը իրագործվել է ու իրականացվել է։ Մեկ էլ էս հալվա պատրաստելուց զգույշ կլինեք, ժողովուրդ ջան, ինքը յուրահատուկ բան է, սենց պատրաստման տեխնիկա մի հատ էլ ունի, որ եթե տաքացված ալյուրը կպնում է ձեռքին, դու չես կարող մի անգամից հեռացնես քո ձեռքից ու ինքը ահավոր խորը այրված կա տալիս քո մաշկին, հենց որ զգույշ եղեք, որ այդ ալյուրը հանգարց չկպնի ձեր մաշկին։ Ձեթոտ, ասենց պլաստիլինի նման է ստացվում, դրա համար զգույշ եղեք, ես մի անգամ լավ խորը վառել եմ։ Դրա համար ասեցի զգուշացնեմ։ Այստեղ քանի որ միջև կարմրի մի հատ տեսնենք այս մեր գրեկը ինչ ստացվեց, այսինքն բույրը ուղակի անասելի լավն է։ Մեր հալվան արդեն պատրաստ է, քանի որ հեսա մենք շաքարաջրով օշարակը լցնելու ենք վրան եւ
ստեղ խշոտ sense բումերա լինելու, այդ իսկ պատճառով ես հիմա ասեմ, ուրեմն երբ որ լցնելու ենք շաքարաջուրը, թողում ենք այնքան ժամանակ մինչև գոլորշանը, բայց չենք թողում հասնի այն աշճանի, որ ինքը դառնա չոր ալերազանգված։ Երբ որ թողում ենք դառնա չոր ալերազանգված, այդ ընթացքում շաքարավազը հասցնում է կարամելիզացվել, ու դրա համար մենք ստանում ենք այդպես խրխրթան հալվա։ Դրա համար միջին աշճան կա, որը որ պետք է այդպես պահել, որպեսզի ինքը չդառնա այդ չոր տարբերակ։ Հիմա տիկին Հասմիկ կխնդրեմ, որ օշարակը մեզ տակ, որտեվ արդեն մոտավոր այսպես գույն պետք է ստացվի ալյուրը, բոված։ Հիմա այստեղ ինչ-որ բում երևույթներ ա լինելու, որտեվ թշումը լցնելուց այդ գթալը հանեք, տիկին Հասմիկ։ Սենց փորձում ենք հալվան ալյուրը այսպես խառնել իր մեջ, միջև որ ջուրը կցամաքի, ինքը ասեմ բավականաչափ շուտ է ցամաքում, ու հենց արդեն զգում ենք, որ պետք է լցվի ամանը, մի անգամից տեղափոխում ենք ամանի մեջ ու սկսում ենք իրան ձև տալ, հա, տափակացնել։ Տեսեք ինքը դեռ լավ թաց է, այս կարգի չպետք է լինի։ Միջինացված պետք է իր ոնց որ ասած խտություն ստանանք թացության, որ հեշտ լինի չորանալու։ Հետո ինքը սառում է, իհարկե միջև դա թաց դանակով թրջած կտրելու ենք։ Ինքը տեսեք ինչ պլաստիկ տարբերակ է ստացվում։ Ասում անատամ մարդու բան, հիմա էսա։ Ստացում ենք անատամ մարդու կեր։ Մի քիչ էլ կչորացնենք իրեն, որ այտենց շատ խոնավ չմնա մեր հալվան։ Հետո կտրելուց հետո տեղափոխում ենք սարտեղ, որպեսզի ինքը շուտ այտենց սառի, ցածած չորանա։ Արդեն հալվան տեսեք, ինքը էլաստիկ տարբերակ է ստացել, բայց երբ որ իրան այսպես գթալով քաշում ենք, տեսեք իր մեջ ճաքեր է առաջանում։ Այս նշանակում է, որ այն տարբերակն է, որը մեզ անհրաժեշտ է։ Քանի դեռ ինքը տաք վիճակում է գտնվում, այստեղ թավայից դատարկում ենք համապատասխան ափսեի մեջ եւ այսպես սկսում ենք նստացնել, քանի դեռ ինքը չի չորացել։ Լավ տափակացնում ենք, դանակը պետք է ջրոտենք, հետո ջրոտված դանակով նոր կտրենք, որպեսզի չկպնի մեր հալվան դանակի։ Այս բոլոր կտրվածքները հալվան պահպանում է եւ կտրելուց հետո ինքը չի կպչում իրար։ Մենք ստանում ենք այդպես պուճորիկ քառակուսիներ ենք ստանալու։ Այստեղից sense կկտրենք։ Ես մենք ինչ ենք անում, վահե։ Կթալով sense։ Վրեն նախշեր էի անում, տատիս էլ էր տենց անում պատարակաղով։ Ուրա գտալ տուր անենք։ Ասում արել ենք։ Sense, չէ։ Բան էր ինքանում շատ սիրում ու հիշում եմ մամաս միշտ նուրով զարդարում էր իրան։ Նուրը կխտրեմ դուք շարեք։ Ու կդնենք, որպեսզի հալվան մի փոքր սառի, ինքը պնդանում է, եւ մենք ստանում ենք շատ նրբահամ, փափուկ հալվա, որը որ այդպես կարամելիզացված տարբերակ չի լինելու հաստատ։ Անադամ մարդու բան։ Դեռև ազգային է գնում դա։ Մենք քունջուտ ունենք այստեղ նաև։ Քունջուտի սերմեր կարանք լցնենք։ Կալցիումի բնական աղբյուր է։ Ասեցի անատամ մարդ, կալցիումի բնական աղբյուր, էլ իրան պետք չի անատամ։ Չի ազդել կարծեմ։ Ամեն դեպքում։ Ահա հրամցե։ Քիչ հետո նաև կմատուցենք մեր
գրեքը կամ կրեկ կոչվող ճաշատեսակը, այստեղ ձավարը սասունցիկի ասած բարբարով արսզա, այսինքն կոշտերեսա էլի, ոնց որ բավականաչափ երկար էփվեց, բայց դե մենք էլ համառենք։ Սիրելի հետևորդներ եւ Տիկին Հասմիկի հետևորդներ, արդեն մեր գրեկը պատրաստ է։ Ինչպես տեսնում եք, խաշվել է եւ մենք այս ցամքոց գթալի օգնությամբ կհանենք պատրաստ է արդեն գրեկ կոլոլակները ջրքանված տարբերակով կտեղադրենք այստեղ գեղեցիկ ավանի մեջ շրջապտույտ կշարենք հա հետո սոխորածը կլցնենք իր վրա ուրեմն մենք կավելացնենք այստեղ քունջութի սերմեր կարելի է նաև քունջութի սերմերը բովել կարելի է եւ ոչ ինչպես կնախընտրեք sense մենք նախընտրեցինք նաև օգտագործել 4 ռեհան այս ձև կլցնենք ռեհանը հետո կլցնենք այստեղ մենք ունենք բարբարիս մի փոքր թթվայնություն ապահովելու համար ուղղակի այստեղ գցում ենք մի քանի հատ բարբարիս եւ առատորեն իրեն ցողում ենք մեր սոխ եւ այսպես բուսայուղի միազուգակցմամբ եթե պասավորոր չլիներ մենք կանենք իրեն կարագի կամ տնական հալված յուղի միջոցով Այս ճաշատեսակի յուրահատկությունը հատկապես իր շատ յուղի եւ կամ բուսայուղի լինելն է, որովհետեւ քանի որ բլղուրը բավականաչափ չոր է, այստեղ իր համը կրկնապատկվում է յուղի միջոցով։ Այսպես առած սոխառածը մենք լցնում ենք եւ յուղ ենք ավելացնում, ինչպես ասացի։ Ահա Եվ նախընտրելի տարբերակում մենք կօգտագործենք նաև լիմոն։ Լիմոնը կօգտագործենք այստեղ քամիչի միջոցով։ Որ ասում եմ Տիկին Հասմիկը ինչ ուզես խոհանոցի հետ կապված ունի։ Լրիվ պատրաստի տաղավար է այստեղ խոհանոցային հաղորդում նկարելու համար։ Եվ մի փոքր կիտրոնի հյութը արդեն իսկ մզված տարբերակով կարող ենք ուրա չի գալիս ցողել վրան բայց շատ քիչ որովհետև սա նախընտրելի է երբ որ ճաշակելուց օգտագործեն միայն այն մարդիկ ովքեր որ ուտում են հա իսկ կարելի է մի քիչ ձև տանք Իհարկե, լիմոնով, հա, այդ թողում եմ ձեզ, ես կբերեմ նաև հալվան, որպեսզի միատեղ մենք նկարենք, դրել ենք, որպեսզի հալվան մի փոքր սառչի, արի հալվա ջան։ Բույրը անբացատրելի է, մենք զգում ենք եւ ձեզ որ ասում եմ ջիջիլ ենք գցում, հա։ Երանի կարողանանք կոնցերտ, չէ՞։ Բայց չէ, մենք հյուրասեր ենք, Տիկին Հասմիկը բավականաչափ էսպես մեծ սրտով ձեզ բոլորիդ այսպես տաղավար կհրավիրեր ու հրավիրում է Տիկին Հասմիկը որպեսզի փորձեիք դուք մեր պատրաստված այսօրվա գրեկը համեցեք եկեք Մեր այսօրվա ուտեստները պատրաստ են Տիկին Հասմիկ մենք կճաշակենք կփորձենք արդեն իհարկե մենք թեթևակի փորձարկում արել ենք հավանել է եւ Արենը մեր օպերատորը եւ Տիկին Հասմիկը, ուրեմն պատրաստեցինք մենք այսօր սասունի հալվա տարբերակ եւ պատրաստեցինք սասունի պասավոր պահքի շրջանի ճաշատեսակներից գրեկ կամ կրեկ կոչվող այսպես բլղուրի սռնուցկով կերակրատեսակը։ Բարի ախորժակ մեզ եւ ձեզ փորձեք պատրաստեք պահպանեք ամենակարևորը ազգային խոհանոցը, որովհետև ազգային տարրերը մշտապես պետք է պահպանեք, անգամ չնչին խոհանոցի միջոցով, հագուստի միջոցով, այո, նորովի մատուցեք, կատարեք իմպրովիզացիաներ, որոնք որ կարող են համալրել ձեր խոհանոցը եւ
Գիտեմ եւ վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամները երբևիցե չեն փորձել, ասենք, այս կերակրատեսակը ու իրենք չգիտեն էլ որ կա եւ գոյություն ունի հայկական խոհանոցում այսպիսի նրբահամ ու յուրահատուկ ճաշատեսակներ։ Սիրով մենք ձեզ համար պատրաստեցինք, ես Տիկին Հասմիկը Արենը լիքը գործ արել կամերայի հետևից։ Տիկին Հասմիկին ենք հիմա էլ խոսքը տալիս, որպես տան տիրոջ կարգավիճակ։ Շնորհակալ եմ Վահե ջան, որ եկար ցանկություն էր հայտնել նախորդ, շատ էր ուզում որ գաս, միասին բան պատրաստենք, չնայած դու պատրաստեցիր, ես մենակ ստոխեցի։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Եվ թե քեզ հետ շփվելը, եւ թե ասենք այսպես մտերմանալը, շատ սիրում եմ տեղ եմ տալիս մեր խելացի դասարդությանը, որովհետեւ տաղանդավոր եք, տաղանդավոր սերունդ եք ու հրաշքներ եք, շատ շնորհակալ եմ։ Կհամտեսենք, չնայած նախորդ ես համտեսեցի, ես արդեն իմ կարծիքը ես հայտնել եմ, ապրեց Վահե ջան, շնորհալի։ Ես էլ շնորհակալ եմ քեզ, Արենին եմ շատ շնորհակալ հյուրընկալության համար։ Մեռանք սոված ժողովուրդ, սա քանդեմ մի հատ։